Գյումրեցի ևս 10 ընտանիքի հանձնվել են սեփականության վկայականներ։ Սեփականաշնորհվել են այն տնակները, որոնք քարապատ են ու չեն խաթարում Գյումրու ճարտարապետական տեսքը։ Հետայս ու վկայականներ ստացած ընտանիքները հնարավորություն կունենան վերանորոգել, ձևափոխել իրենց բնակարաններն այնպես, ինչպես կցանկանան։ Քաղաքապետը պատրաստ է թույլ տալ սեփականաշնորհել նաև տնակներին կից հողատարածքները։ Նման կերպ Գյումրիում որոշակիորեն կլուծվի անօթևանության խնդիրը։ Քաղաքապետարանի համապատասխան բաժնի պաշտոնյաները վստահեցնում են, կառույցների անհատույց սեփականաշնորհման որոշումների գործընթացը կլինի շարունակական։ Սեփականաշնորհման որոշումներ կտրամադրվեն, եթե կառույցները համապատասխանեն սահմանված բոլոր չափանիշներին։ Հիշեցնենք, որ քարապատ կառույցի վերածված տնակների անվճար սեփականաշնորհումը կատարվում է Գյումրին առանց տնակների ծրագրի շրջանակներում։ Եվ շատ ազնիվ ճիշտ լավ բան արեցին և լավ բան ենք անելու մյուսներին, ովքեր կդիմեն մեզ, որոնք կառուցել են քարային տներ և մեր կառուցապատման ընդհանուր ասում է տրամաբանության մեջ են, ինչ որ մենք պահանջներ ունենք չափորոշիչների հետ կապված։ Եթե նույնիսկ ձեր կողքը հող կա, հողատարածք կա, որը կարող եք ուզենաք դուք գնել, ընդլայնել ձեր այդ տարածքները, մենք պատրաստական ենք ձեզ հետ քննարկելու և շատ ցածր արժեքով տալ ձեզ, որովհետեւ դուք կարողանաք հետո այդպես 3 հատ երեխա ունի, մյուսը երիտասարդ ընտանիք է, եթե նման ցանկություններ կլինի, մենք պատրաստական ենք նորից ձեզ աջակցել։